Հետընտրական զարգացումների ականատես կլինենք, պարոն Ալեքսանդրյան։ Ինչ ասել եմ ինչ զարգացումների ենք ականատես լինելու։ Դեռ մեր ընտրության օրը ասուլիսի ժամանակ ես ասել եմ, որ ես կարծում եմ, իմ կարծիքն է ու իմ վերլուծությունն է, որ ուժեղ Հայաստանը պիտի դիմի սահմանադրական դատարան, Արամ Վարդևանյանը ինքը պիտի գրի այդ դիմումը ու իմ կարծիքով այնտեղ պետք է նշի հետևյալը։ Քանի որ ԿՊ-ի վստահված անձանցից մեկը տեղամասերից մեկում ներկա է գտնվել ԿՊ-ի Հայաստանը ուրվագծող քարտեզ կրծքանշանով, իրենց տասովշիկների կողմից կաշառք ստացած քաղաքացին մտել է անդրատեղամաս, տեսել է այդ քարտեզը մեր վստահված անձի կրծքին, նրա մեջ արթնացել է խիղճը եւ նա չի քվեարկել ըստ տասովշիկի տված ցուցման։ Իմ կարծիքով դա է լինելու իրանց սահմանադրական դատարան տված դիմումի բովանդակություն։ Տեսեք հիմա որ դուք բնութագրումներ եք տալիս, փող վերցրած եւ այլն, դուք ունեք փաստեր։ Դուք չունեք փաստեր։ Ամբողջ Հայաստանը այս մի ամիսը ասեք ով ասում եք փող վերցրել Ժողովուրդ ջան, ասենք ինձ թվում է հակակոռուպցիոնի ձայնագրությունները արդեն վաղուց ժամանակն է, որ Spotify-ում ու Apple Music-ում լինի, որ մարդիկ լսեն։ Ձայնագրությունները, պարոն Ալեքսանդրյան։ Ով է ասում։ Ձեր ընդդիմախոսները դա ներկա։ Լավ, հիմա մեր քաղաքացիներն էլ լուսնից են, ինչ է։ Այսինքն ինչքան կարելի է, ինչքան որ ԿՊ-ն քեշով փող բաժանում։ Ինչքան կարելի է, հա, տենց բան է ասել։ Եթե տենց բան ասելու պնդում արել ուղիղ, ես կարծում եմ իրան պետքա դատի տանք դրա համար ԿՊ-ի կակրած։ Հա, դե կասկածում եմ։ Տեսակ շատ զգույշ է ասել, որ չկարողանանք դատի տանք, Իշխան Սաղաթելյանը դասական ստախոս է, եթե տենց բան ասած լիներ։ Պարոն Ալեքսանդրյան, բայց դուք վկայակոչում եք ձայնագրություններ, որևէ դատական որոշում չկա, վճիռ չկա, դրանք ընդհանրապես ձայնագրություններ են, որը որևէ ձևով չի փաստարկվում իրավական ճանապարհով։ Ոնց չի փաստարկվում։ Բա ոնց է։ Դատարանական վճիռ չկա, որոշում չկա այդ առումով, ոնց է պնդում, որ Հարգելի Ռուզաննա, երբ որ դուք հիմա ձեր տեսախցիկով նկարեք, թե ոնց է ինչ-որ մեկը սպանում ինչ-որ մեկին ատրճանակով, այսինքն գլխից կրակում, դուք դա նկարեք, այդ վիդեոն ունենաք, ձեր աչքով տեսած ելնեք, գործը բնականաբար գնալու է դատարան։ Ու ենթադրում եմ առնվազն 5-6 ամիս այդ դատը գնալու է։ Ու արդյոք դուք 5-6 ամիս պնդելու եք, որ չկա վճիռ, չեք կարող ասել, որ այս մարդը մարդասպան է։ Ոնց են տարբեր։ Ոնց են տարբեր։ Ոնց են տարբեր։ Դավիթ Ղազենյանը պնդում էր, որ ընդամենը հավաքարարի ասած խոսքի ման վրա իրեն մեղադրում է, այն դեպքում, որ եթե բան ունեին մեղադրելու ձայնագրություն։ Սիրելի Ռուզաննա, խնդրում եմ իմ հարցին պատասխանեք, եթե դուք ձեր տեսախցիկով նկարեք, թե ինչպես է Պողոսը սպանում Պետրոսին։ Ես կարող եմ նկարել եւ տանել մոնտաժել այնպես, որ պարոն Ալեքսանդրյան, ստացվի դուք եք։ Շատ լավ, եւ այնուամ AI են կիրառում, AI կիրառողները մենք գիտենք ովքեր են, ու ես կարծում եմ, որ իդեպ շատ կարևոր բան է, ես կարծում եմ ուժեղ Հայաստանի հիմնական թերացումներից մեկը եղավ են, որ իրանք AI-ից հրաժարվեցին։ Ճիշտ է, ծիծաղում ենք, որ AI-ով են անում, բայց հավատացնում եմ, նույնիսկ այդ ծիծաղելի AI-ը շատ ավելի լավն էր, քան բնական սանդղակը։ Որ բերել են 8-ից հետո ընտրատեղամասը, նորմալ է ձեզ համար կամ որ 8-ից հետո չեն բերել, որքան ես գիտեմ 8-ում եւ որքան ես գիտեմ 8-ին են տեղամասում եղել, ու ես նախ ուզում եմ հասկանամ, թե այդ ինչ վերաբերմունք է մեր զինվորների նկատմամբ, այդ ինչ խոսույթ հանդիմության կողմից կիրառվում, այդ այսինքն սահմանում կանգնելուց այո կեց է մեր զինվորը, բայց քաղաքացիական պարտքը կատարելուց քվեարկությանը մասնակցելուց այդ մեր զինվորը բանը։ Չէ, ժողովուրդ ջան, կարգի խախտման Ժողովուրդ ջան, ես որ նայում եի այդ ընտրատեղամասի բանը, թե Արամ Վարդևանյանը, թե Գոհար Մելոյանը հերթով բաներ էին, վիդեոներ էին անում, որ եթե 8-ին տեղամասում եք, ոչ ոք իրավունք չունի ձեզ ասելու, որ դուրս եկեք, կմնաք ու կքվեարկեք, բայց այս բանը ասավ զինվորներին փաստորեն այդ վերաբերվում էր բոլորին բացի զինվորներից։ Ժողովուրդ ջան, նախ դա սխալ է, ես ու երկրորդը զինվորները, հարգելի գործընկերներ, գիտեք որ պերեսմենկով են գալի քվեարկության։ Դիրքերի զինվորները սպասում են, մինչև զորամասի զինվորները քվեարկում են, հետո պերեսմենկա է տեղի ունենում, հերթափոխ է տեղի ունենում, զորամասի արդեն քվեարկածները գնում են դիրքեր, ընդեղին իջնում են, հիմա այդտեղ լոգիստիկ 1000 ու մի հարց կա, էլի, այդ բան եք սարքել մեր զինվորների քվեարկությունը, 1000 ներողություն խնդրում եմ ես մեր բոլոր ընդդիմադիր գործընկերներից ու պահանջում եմ, որ մեր զինվորների մասին խոսելիս խոսեն շատ զգույշ եւ խոսեն շատ հարգանքով։ Տեսակություններ կային, որ անձինք, որոնք ԿՊ-ի կողմից էին, ուղղորդում էին քաղաքացիներին, որպեսզի հենց ձեզ ընտրեն։ Այդ ինչ տեսագրություն։ Ես տենց հազարատեսագրություն, չէ, ես տեսել եմ տեսագրություններ, որ իրենց հայտնի տասովշիկները այտենց գործողություններ փորձում էին անել, այտենց գործողություններ տեսել եմ։ Հիմա փաստորեն